Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր երկրի համար, յուրաքանչյուր կառավարության համար մեկ հարցը անվտանգության հարցն է։ Եթե կա անվտանգություն, ուրեմն հնարավոր է եւ տնտեսական ծրագրեր իրականացնել, հնարավոր է սոցիալական ծրագրեր եւ այսպես շարունակ։ Եթե չկա անվտանգություն, ուրեմն երկիրը խրվում է խնդիրների մեջ, ներդրումային միջավայրը միանգամից սկսում է բացասական ընկալվել, ռիսկային եւ բիզնեսն է երկրից փախնում եւ այսպես շարունակ։ Բայց ինչ է անվտանգությունը։ Անվտանգությունը միայն բանակը չի։ Բանակը ամենից կարևոր մասն է, բայց անվտանգությունը նաեւ ճիշտ քաղաքականությունն է, անվտանգությունը ռազմավարական դաշնակիցներ ունենալն է, անվտանգությունը կանխատեսումներ անելն է եւ ճիշտ հաշվարկներով շարժվելն է։ Ես հիմա կփորձեմ ձեզ բերել ամենից թարմ օրինակը, թե ինչպես է այս գործիքակազմին տիրապետում այսօրվա իշխանությունը։ Ամենից թարմ գործիքակազմը։ Հայտնի հանդիպումը Վաշինգտոնում եւ երկու ստորագրված փաստաթղթերը, օգոստոսի 8, եթե չեմ սխալվում։ Մեկը տրիպ կոչեցյալը, այդ Մեղրիով այդ ճանապարհը 42 կիլոմետրանոց եւ մյուսը նախաստորագրում խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի։ Հիմա տրիպը այնպիսի մի աղմուկ անեցին այդ ծրագրի շուրջ, թվում էր, թե միլիարդավոր, խոստանում են, չի միլիարդավոր դոլարներ կգան, երկիրը կծաղկի, աշխարհի խաչմերուկ կդառնա, բանը Նյու Վասյուկի տարբերակներ, այն հայտնի ֆիլմի հերոսի։ Մենք ինչ էինք ասում մենք։ Ինչ էինք ասում մենք, ուղղակի հիշեցնեմ։ Ասում ենք Միացյալ Նահանգները մեծ ընդհանրապես երևացող տնտեսական շահեր այս տարածաշրջանում չունի եւ մենք տեսնում ենք, որ սա ավելի շատ կապված է Իրանի սահմանի հետ։ Եվ Հայաստանի ընդամենը 26% այդ ծրագրում ուղղակի խոսուն վկայությունն էր այդ ամենի մասին։ Անցել է 8 ամիս, հիմա տրիպիցով է խոսում։ Ոչ ոք։ Այն կանխատեսումը, որը մենք ունեցել ենք, ամբողջությամբ իրականություն դարձավ, ցավոք։ Բայց Հայաստանում երևի հարթուկներ միացներ, խալաձելնիկը միացներ, տրիպից էին խոսում։ Որպես դարակազմիկ մի բան։ Մեր առաջարկը հետևյալն էր. մեծացնենք այդ ծրագիրը, ներգրավենք երկրներ, որոնց նկատմամբ Իրանը ունի վստահություն, եւ այդ ծրագրի հետ մենք խնդիր չենք ունենալու։ Կամ ուղղակի այդ 42 կիլոմետրանոց հատվածը կառուցենք մենք մեր սեփական միջոցներով։ Այլ ոչ թե տրամադրենք այլ երկրի մեր ամենից մեծ տրանզիտային ներուժ ունեցող հողակոտոր։ Հիմա կյանք ցույց տվեց, որ այս իշխանությունը ոչ միայն կանխատեսում, կամ խափում էր, կամ չի կարողանում կանխատեսել։ Երկու դեպքում էլ ռուսերեն ասում են պրոֆ նեպրիգոդնի իշխանությունը։ Երկրորդը ստորագրվեց, նախաստորագրվեց, այսպես ասենք, ինձ համար անհասկանալի երևույթ էր, բայց խաղաղության պայմանագիր նախագահների մասնակցությամբ սովորաբար նախաստորագրումը արվում է որպես տեխնիկական գործողություն, երբ որ թիմերը աշխատում են իրար հետ, օրինակ MIDI բաժնի պետ կամ վարչության պետեր ստորագրում են, ասում են ֆիքսված է, զեկուցում են նախագահներին եւ հետո նախագահներն են ստորագրում։ Հիմա նախագահների ներկայությամբ ստորագրվում է նախաստորագրում է ինչ-որ մի փաստաթուղթ։ Սա անհասկանալի էր, բայց խաղաղության մասին թեման դարել է top թեմա վերջի եւս 8 ամիսների ընթացքում։ Ով ինչից խոսում է, թե իշխանությունից է, ապա խոսում է խաղաղության մասին։ Ինչ ենք ասում մենք։ Մենք ասում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Մենք ասում ենք խաղաղության մասին,
որը կախված չի Նիկոլ Փաշինյանից, ԿՊԱ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Տրամպից, մեկ ուրիշից։ Երաշխավորված խաղաղություն նշանակում է մեխանիզմների կիրառում միջազգային, որը այդ անհատական վերաբերմունք Ալիևի կամքից, այսպես ասենք, դուրս։ Ինչ է կատարվում հիմա, մեկ շաբաթը պարզում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ԿՊ-ն, բոլոր հարթուկներից խոսում է նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերանտրվի։ Սա է խաղաղությունը։ Ըստ էության, իրենք 7.5 ամիս մեր ժողովրդի կոպիտ ասած ժողովրդական լեզվով ասած գլուխ էին հարթուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ընտրությունների հետ Հայաստանում։ Իսկ խաղաղության խախտողը անպայման լինելու է Իլհամ Ալիևը։ Սա է ձեր արգումենտները, սա է ձեր փաստարկները։ Այս ինչ խաղաղություն է, որը կապված է ընտրության արդյունքի հետ։ Ըստ էության 7.5 ամիս այ կրկնեմ բոլոր էլեկտրական սարքերից հնչող այդ խաղաղության թեզը իրենք հիմա քանդում են ամենօրյա 24 ժամվա ռեժիմով։ Ամեն օր քանդում են։ Խի են քանդում, որովհետև հասկացել են, որ ընտրվելը դժվար է եւ պետք է վախ ներշնչել մեր ժողովրդի մեջ։ Սա է դարեր հիմնական թեման։ Կամ սկսեմ այն մտքից, որով բացել եմ այս խոսքս, կամ չունեն կանխատեսում, չեն հասկանում ինչ են անում ընդհանրապես։ Երկու պարագայում էլ իրավունք չունեն մնալ իշխանության գլխին։ Մի դեպքում դու ուղղակի ընդունակ չես ճիշտ որոշումներ կայացնել եւ կանխատեսել, ինչը սպառնալիք է երկրի անվտանգության համար, մյուս կողմից դու սուտասան ես, դու սեփական ժողովրդին խաբել ես մի թղթով, որը իրավական ուժ չունի, եւ հենց տեսնում ես, որ քո պլանները իրականություն չեն դառնում, 150%-ով փոխում ես եւ սկսում ես սպառնալ պատերազմով։ Սա այն իրականությունն է, որը մենք այսօր ունենք։ Ապրում ենք այս իրականության մեջ։ Ժողովրդական բան կա, չէ՞, ասում մարդ որ տունը հավա, դրսում ակլորա կտա։ Մենք ունենք հենց այս տարբերակը։ Հիմա ինչ պետք է անել։ Ձեր բազատվել այն իշխանությանը, որը ունի երկու հիմնական որակները հիմնական։ Կատարյալ սուտասան, ես նույնիսկ մեկ անգամ օգտագործել եմ այդպիսի բառ սուտասանության բիոսարկ։ Անկեղծ եմ ասում, որովհետև մարդը մի քիչ դաստիարակություն ունեցող մարդը չի կարա պերմանենտ, անընդհատ ստել եւ ամոթի զգացում չունենալ ստելու։ Չեն էլ կատմրում։ Սովորաբար նորմալ դաստիարակություն ունեցող մարդը նույնիսկ եթե ուզում է բարի սուտասի, իրեն վատ ազգում, չէ՞, ինչ կարմրում է, հայացքը փախցնում է, սրանք sense լայվը միացնում են, այնց նայելով այդ լայվի այդ էկրանին, այդ սուտասանության բիոսարքը միանում է, անդադար։ Եվ դրա հետ միասին ուղղակի ընդունակ չեն վերլուծել իրավիճակը եւ ճիշտ որոշումներ կայացնել, հատկապես անվտանգության հարցերում։ Հիմա փորձանք չենք մեր գլխին, մեր ժողովրդի գլխին։ Եվ դա շարունակվում է 18 թվականից ի վեր։ Հիշեցնեմ, բոլոր քայլերը, բոլոր հաշվարկները սխալ էին եւ բերել են նրան, որ հրահրեցին պատերազմ։ Իրենց պաշտպանության նախարարը հիշեցնեմ ինչ էր ասում. նոր պատերազմ, նոր տարածքներ։ Հիշում եք սենց ժեստներ, սենսեր։ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այդ ում համար էր այդ նոր տարածքները։ Պարզվեց, որ Հայաստանի հայերի համար չէ։ Դրանից հետո գնացին Պրագայում ստորագրեցին մի խայտարակ հայտարարություն, որի պատճառով մենք կորցրեցինք Արցախը։ Մենք կորցրեցինք Հայաստանի հողերը։
իշխանասարը, որտեղ այսօր թուրքն է, եւ եւս կորցրեցիք մեկ պատճառով, սխալ հաշվարկ, իսպար բացակայություն տրամաբանության եւ ընդհանրապես մարդիկ չեն հասկանում, չեն կարողանում գնահատել այլ երկրների քաղաքական շարժարիթները։ Հիմա մենք սրան վերջ պիտի տանք, թե վերջ չպիտի տանք։ Ուրեմն ձեր հետ միասին մենք պետք է կազմակերպենք այս գործը։ Մեր հույսը Կոտայքի մարզում նաև ձեր հետ է կապված։ Մարդկանց հետ պետք է բացատրական աշխատանք տանել։ Մարդկանց պետք է ուղղակի համոզել, որ իրենք են որոշողը։ Ունենալ ղեկավար, որը ընդունակ է կառավարել երկիրը, ունի փորձ, ունի կամք, ունի ուժ, ունի կապեր, թե ընտրել մեկին, որը համարում է, որ հայ ժողովրդին կարելի է 100 անգամ խաբել, 101-րդ անգամ էլ, 102-րդն էլ եւ այլ, եւ այսպես շարունակ։ Կարող ենք վերջ տալ դրան ձեր հետ միասին։ Այո։ Հիմա մենք ձեզ ասում ենք, մենք կարող ենք այս ամենը փոխել, ընտրությունը ձերն է։ Հիմա Աղբան Վարդանյանը ասում է, թե ինչ էինք փնտրում, հետ գալով եւ պայքարի մեջ մտնելով։ Անկեղծ ասեմ, ես այդ հարցը ինքս ինձ շատ եմ տվել։ Ռացիոնալ պատասխան չունեմ։ Ռացիոնալ պատասխանը նա է, որը հենվում է հետևյալի վրա, մարդ սովորաբար ուզում է վտանգներից փախնի, ավելի հանգիստ կյանք փնտրի, չէ՞, ասես բնազդը այդպիսին է յուրաքանչյուր էակի մոտ։ Իմ մոտ դա խախտված է մի քիչ։ Այդ ռեժիմից դուրս է։ Վտանգավոր է եղել իմ համար հետ գալ, այո, վտանգավոր է եղել։ Եկել եմ, այո, կարող էի չգայի, չէ, չէի կարող։ Պիտի գայի, պիտի մտնեի պայքարի մեջ, հիմա մտածենք պայքարի մեջ եւ դիմում ենք ձեզ, խնդրում ենք ձեզ, որ մեր կողքը կանգնեք։ Առաջի հարվածը հաստատ մենք ենք վերցնում մեր վրա, բայց երկրորդ, երրորդ հարվածից ոչ մեկը չպետք է վախենա, եթե ուզում ենք, որ երկիրը լինի անվտանգ եւ բարեկեցիկ։